Հաճելի է, անչափ հաճելի է, մեր շուրջ քաղաքում Ես հասակում ուրախ եմ ձեր համար։ Ավելի ուրախ եք լինելու։ Նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Արմավիրի մարզում։ Էջմիածնում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին ջերմ բարեմաղթանքներով են դիմավորում։ Բազմաթիվ մարդիկ են հավաքվել նրա հետ հանդիպելու համար։ Գագիկ Ծառուկյանը նախ ծաղիկներ է խոնարհում անմար կրակ հուշահամալիրում։ Այնուհետև ԲՀԿ ղեկավարը պատասխանում է լրագրողների հարցերին։ Գագիկ Ծառուկյանը նախ արձագանքում է Փաշինյանի հերթական սպառնալիքին, թե մինչև 2031 թվականը խլելու է առինջի բարձունքում գտնվող իր առանձնատունը եւ տրամադրելու է ծերերին։ Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, որ կառավարության այդ առանձնատունը դաչան ավելի լավ նվիրենք մեր պատերազմում վիրավոր ստացած տղաներին, հերոսներին, որ այսօր իրանք ապակինման կարիք ունեն, ուշադրություն դարձնենք, նրանք մեր ազգի պատիվը բարձր են պահել։ Ինչ էլ պետք է այս սարքավորները ես իմ կողմից կազմակերպեմ, նրանք արժան են, իրենց ցավը տանեմ ես։ 31 թվական, այս պապեկան սեփականություն է։ Վացարվածա, չի կարա Անենարա, հələ 31 թիվը դու մնալու ես, մի ամիս չի մնալու, հողը ոտի տակից գնացել է։ Գագիկ Ծառուկյանը պատասխանում է նաև իր որդիների հասցեին Փաշինյանի վիրավորանքներին, բացատրում, թե որն է բարձունքի վրա եւ ներքևում գտնվողի տարբերությունը։ Տեսօր Ծառուկյանը, որ ասում է, իմ կլասը բարձր է, իմ բարձունքից չեմ իշտի, դա հիմնավորած, ինք այսքան ամեն օր վիրավորելով իմ տղաներին, ասելով, ես իմ բարձունքից չեմ իշտում, թույլ չեմ տալի, իր ընտանիք մտնեմ, որից է բառ ասեմ, իր երեխերքին, իր ընտանիքին թարուբա, չեմ էլ մտնի, սա է բարձունքը։ Իր երեխերքին ցանկում եմ առողջություն, երջանկություն, Աստված պահպան լինի։ Ընտանիք մտնելը ճիշտ բան չի, բան ունի ասելու, թող ասի։ ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Նա մեղադրվում է լրտեսության եւ պետական դավաճանության մեջ։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է նախկին պնդումը։ Այլն ասել նվիրյալա, բոլորդ էլ ճանաչում եք գիտեք, նրա մոտեցումն էլ տեսակետներ։ Ասել եմ, եթե նրանք ապացեն այսքանից մոտ եմ, թեկուզ Թևանյան Անդոն, չի թողի երթ հասնի ինձ, ինք իրանք խփի։ Ինձ էլ ասում է Ծառուկյանն ալա շպիոն։ Ես պատիվ եմ պահանջում։ Ապացուցեք, Ծառուկյանը կանգնի իր ապարակ, ասի գնդակարեք ինձ։ Եթե չէ, հաջատեցին լավ է իրանց գործնա, սովորական գործնա, որ Ծառուկյանը չխոսի, բայց եթե չես ապացուցում, ուրեմն չեմ ասում իրան գնդակար է, թող գա մտնի Մարութի մոտ, որ Ծառուկյանի մոտ, իրա պատիժը դա պետք է լինի։ Սուտ ասելը արդեն փեշակ են դարձել։ Բոլոր բանակցությունները ձախողած իշխանությունը լցվել է անդիմախոսներին վարկաբեկելու գործին։ ԲՀԿ ղեկավարը վիրավորանքներին փաստերով է հակադարձում։ Էլ մի օրն էլ կարծում եմ Ծառուկյանը կարա բանակցի, ձեր ցավը տանեմ, ձեր պես կբանակցեմ, ձեր բանակցածը տեսակ ինչի բերեցիք, հանգեցրիք, որ դուք այսօր սաղ Ադրբեջանի գերիներին բաց թողեցիք մարտասպաներին, մերոնց տարեք կալանավորեն, մենք գետին ենք մտնում, որ չենք կարողանում հետ բերենք։ Այդ չի ձեր արած բանակցությունները։ 7 ժամ բանակցում էին, ասում ենք ինչ եք բանակցել, սուրճ ենք խմել, 7 ժամ սուրճ են խմում։ Հիմնական բանակցությունը քու անվտանգությունն է, քու տարածքներն է, քու ժողովուրդն է, քու տնտեսության զարգացման խնդիրն է։ Իշխանությունն ինքն էլ գիտի, որ ժողովրդի շրջանում այլևս վստահություն չունի, ասում է Ծառուկյանը, պատահական չհամարելով, որ նախընտրական հանդիպումների ընթացքում գործի է դրվում վարչական ռեսուրսը։ Որտեղ գնում է հանդիպման, այդ բարձա պետական լծակներով, ամեն ինչով ասելով, հրամայելով, գործից անելով 6 ավտոբուս էլ հետը տանում է, որ ծափ տան։ Ես եմ ասել, այդ ծափ տվողները ինչի համար են ծափ տալ, էլի, որ պատերազմը պարտվել են, խայտարակվել են, զոհերը տվել են, հողերը հանձնել են, որ էլ ասելու բան չունի, ինչի համար են ծափ տալի, որ հաճոյանան վարչապետին, վարչապետ լավ բաները, ազգը ծափարի, ասի հալալակել։ ԲՀԿ ղեկավարի խոսքով Փաշինյանն իր առաքելությունն ավարտել է, ժամանակն է գնալ հանգստի։ Իշխանությունը հոգուտ ժողովրդի որևէ քայլ չի ձեռնարկում։ Այսօր ժողովրդին խաբել, անարվար վիճակ, ճանապարհները փակել, խնդրեմ սարքել, ասում Բեք չեն կարող մարդ անենք, ծաղ չի ասում, առեք իրար մեջ նվեր տվեք։ Հայ քանի միլիոն ծաղիկ է գնում։ Դա ղեկավարի ասած է։ Այսօր իր թիմը իր կողքը չի կանգնում։ Ինք ասում է միակ որոշողը ես եմ։
բայց թիմը կողքը տա կանգնած, վատ վիճակի մեջ ես դնում, այդ մարդիկ իրաց տեղը չեն գտնում, դուրս են գալի խորհրդակցությունից, նեղված, չգիտեն ինչ անեն, բայց իրա թիմն է թող իմանա, որ մենք գիտենք, իրանք մեղավոր չեն։ Մինչև պաշտոնական Երևանը փորձում է համոզել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող արևմտյան Ադրբեջան լինել, Բաքուն հայտարարում է հունիսի 18-ից 19 Նախիջևանում վերադարձ արևմտյան Ադրբեջան կոնգրես անցկացնելու մասին։ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ սա ուղիղ սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Խափում է ժողովուրդ, ասում արևմտյան Ադրբեջան չկա։ Հունիսի 18-ից 19 Նախիջևանում կայանում է արևմտյան Ադրբեջանի վերականգնման խնդիրը, որ նա 300,000 մարդ պետք է բերի Հայաստանում բնակեցնի։ Կարող է Իրանը հրավիրած լինեն, չգիտեմ, բայց չէ հասցնելու գնա։ Այսօր Իրան միայն ընդունում է Ալիևը եւ Էրդողանը։ Հիմա էլ ուզում է Հայաստանը ազդի, ասեմ թե Արցախում աստվածածինը քանդում են, մերն է, մեր պապերն են կառուցել։ Դասը իրանք են քանդում են։ Հիմա ձեզ տրվում է ընտրություն։ Պետք է ընտրեք կամ եկեղեցի կառուցողին, կամ եկեղեցի քանդողին, կամ երկիրը կառուցող շենացողին, կամ երկիրը քանդող ավերողին։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նոր կորուստներ կունենանք, մեծ աղետի առաջ կկանգնենք, զգուշացնում է Գագիկ Ծառուկյանը։ Ասում է, որ մարդիկ ասում են, դոչի նշանակը պցնում քարտեզ, կարող է այդ ասենք ծովից ծով Հայաստանն է։ Պարոն վարչապետ, այն հպարտությամբ ես գնում, ոնց որ հաղթել ես, գրավել ես, բերում ես տարածքներս ավելացել, այլ մասնատելով, դնելով ու այսօր հələ անկլավ ենք տալու, այսօր օրից անանալու է, մարդիկ անգործ են մնալու, իրոք պրոբլեմներ ա լինելու, չգիտեմ ինչա դառնալու, դե դա պատասխանները ոնց ա տալու։ Ազգին սարքել է կալանավոր, ով հակառակ խոսացել է, ով մի բան ասել է, տեղում բռնելով, փակելով, կալանավորելով, արտաքսելով, վերթերը տեղ չկա, 4 հոգանոց սենյակներում 20-30 մարդ են, էլ տեղ չկա տնային կալանք են դրել։ Մինչև 10 տարի էլ սրոկը կալանքը պետք է ներում շնորհվի, լավ բան պետք է կատարես, մարդիկ ուրախանան, շանս տուր, ապրելու, վայելելու համար, թող քեզ օրհնեն։ Ի պատասխան վարչապետի վիրավորանքների ԲՀԿ ղեկավարը կրկին հիշեցնում է, ի շնորհիվ Բաքվում ծածանվել է մեր եռագույնը, Փաշինյանի պատճառով մեր դրոշը խոնարհվել է, ունեցել ենք պատերազմ, պարտություն, զոհեր, կորուստներ։ Ծառուկյանը բանակցել է Աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի Պատրիկ Կիկեի հետ պատերազմի ժամանակ 2015 թվականին, որը երաշխավորած է եղել, գրել ենք, եւ ես Հայաստանից 50 հոգի մարզիկ տալ եմ Բաքու, մեկի մազը չի ծռվել։ Գնացել է Բաքու, մասնակցել է Ծառուկյանի հետ բանակցություն ուներ, որ ուղարկեց Բաքվում էլ դրոշը բարձրացնել տվեց։ Այնուհետև Ծառուկյանը թիմակիցների հետ քայլերթով շարժվում է դեպի Մայր Աթոռ։ Էջմիածնի բնակիչների հետ շփումը նաև ճանապարհին է շարունակվում։ Արցախը տվել է, այսօր էլ վաղն էլ Հայաստանն է։ Ասում եմ, այո։ Տալու է։ 100% տալու, այո։ Ալիևը ինչ ասում է, ինքը անում է։ Ապրես։ Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս մարդկանց ունեցվածքը խլելու սպառնալիքների փոխարեն ադրբեջանցիներից հետ բերել մեր բարձունքները։ Ես թե նա այդքան հզոր մարդ է, որ կարող է խլի տա, թող հենց ադրբեջանցիները, որ մեր սախսյունիկով սարերի վրա բերել են ընդ իրանց զորամասերն են կայացրել, այտենց հզոր տղա, թող գնա դրանց հանի տա մեր ժողովրդին։ Այս սպառնալիքները կարող են, պարոն Ծառուկյան, ազդել ձեր նախընտրական քարոզ արշավի վրա որևէ Հակառակը, ժողովուրդը այսօր սաղել հասկացել է, թող մտնեն բոլոր տեղերն էլ մարդկանց հետ խոսեն։ Կամ մի հատ Ղարաբաղցիկին եկել է, փաթաթվել է, ասում է շնորհակալ եմ քեզ, պարոն Փաշինյան, թոռը զոհվեց, ամուսինը զոհվեց, ինչի համար է շնորհակալություն ասում։ Քայլերթի ընթացքում Գագիկ Ծառուկյանին ողջունում է Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի կինը Նազիկ Ամիրյանը։ Միշտ են հզոր, ոնց, լավ ես։ Դեպի Մայր Աթոռ ճանապարհին ԲՀԿ ղեկավարին բազմաթիվ քաղաքացիներ են մոտենում եւ հաղթանակ մաղթում։ Նրանց թվում նաեւ հայտնի բլոգեր Արմեն Ալեքսանյանն է։ Շատ լավ, հզոր մարդ։ Լավ ենք մենք ենք լավ։ Լավ եղի, ամեն ինչ լավա լինելու եղբայր ջան։ Աստծու կամոք։ Իհարկե։ Ու ցավը դա շնորհակալ եմ։
Ես քո աղջիկներն է։ Տղա չունես։ 3 աղջիկ։ Աղջիկը դուր դա։ Օրեմ ասեմ, Աստված վերևից նայում է։ Ում տուն ինչի պակաս կա, նրանց է տալի, եղբայրան։ Ձեր տուն աղջկա պակաս կա, տղամարդու պակաս չկա։ Շարունակելով պատասխանել լրագրողների հարցերին, Գագիկ Ծառուկյանը դեռ չի բացում փակագիծը, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն։ Հայտարարելու վարչապետի թեկնածուի անունը։ Մինչև ընտրություն ասելու ենք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աղոթք ու մոմավառություն է երկրի խաղաղության եւ բարեկեցության համար։ Արի։ Արի։ Այցելության հաջորդ կանգառը Արմավիրն է։ Չնայած հորդառատ անձրևին, աղուհացով երկու պարով են այստեղ Գագիկ Ծառուկյանին դիմավորում։ Գագիկ Ծառուկյանի համար Արմավիրը հարազատ մարզ է, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա է հիմնված տեղի խաղողագործների հետ տարիների գործակցությունը։ Միմյանց թիկունք են եղել թե լավ, թե դժվարին օրերին։ Անհրաժեշտ դեղորայքից ու պարարտանյութից մինչև մեծածավալ մթերում։ Արմավիրցիները մինչև օրս չեն մոռացել, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը ցրտահարության ժամանակ զրոյացրեց իրենց ամբողջ պարտքը։ ԲՀԿ առաջնորդն ինքն էլ ջերմ է խոսում նրանց մասին։ Հարգելի սիրելի ժողովուրդ, Իսրտե ողջունում եմ ձեր բոլորին։ Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Մենք վաղուց իրար ճանաչում ենք, շփվել ենք, հանդիպել ենք, իրար կողքի եղել ենք։ Դուք բոլորը լավ գիտեք, Ծառուկյանի խոսքը գործը, ասեց 100% անելա, ճիշտ է թե ոչ։ Ձեր ցավը տանեմ ես։ Անձրևա գալիս 3 ժամ արձերի տակ մարդիկ կային է սպասել են, լավ բան լսելու, լավ բան եմ ասել։ Իսկ լավ նորությունը Քրիստոսի արձան համալիրի կառուցման ավարտից հետո մարդկանց առաջ բացվող նոր հնարավորություններն են։ Գագիկ Ծառուկյանն այստեղ եւս ներկայացնում է վերջին ձեռքբերումը։ Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն է Կաննի կինոփառատոնում ներկայացրել արձանի կառուցման նախագիծը, արձագանքը չափազանց բուռն է եղել։ Ազգով են կարծում Քրիստոսի արձանը, որ աշխարհով մեկ քանդում է, եւ այս մոդորերն են անում կայանում էր կինոփառատոն, որ սա աշխարհի աստղերը տեղ էին։ Ուղարկել եմ, գնացել են, ներկայացել են արձանը, ժուրնալը կա ու գրած է, որ այսպիսի փոքր ազգ ամբիցիոզ ծրագիր սա աշխարհը գալու է։ 1 միլիոն տուրիստ գալու դեպքում 5 միլիարդ փող թողել է Հայաստանում, բայց գալու են 10, 20, 30, 40 միլիոն։ Փոքր ու միջին բիզնեսը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը, տուրիզմը, տաքսիստը, բոլորն են փողի տեր են լինելու, ժողովուրդ, հավատացեք։ Այդքան մնալու տեղեր չի լինելու, հյուրանոց չկա։ Տներն են մնալու, որ կարող եք վարձով տալ։ Մի բան ստեղծեք, տուրիզմը դահորձոր ոսկու համ լինի։ Բոլորը դեր զբաղվելի բան եք ունենալու, բոլորը դեր մեծ փողեր եք աշխատելու։ Այնպես որ սպասեք լավ փոփոխությունների, տեսնելով շարժը կա, հիմա էլ նրան տապաններ կառուցում կողմի Սարիտան, որ մի 2 միլիոն դրամար կան, ձեր ցավը տանեմ։ Հայրենիքը դա բաժակաճառ չի, որ ճող խոսել։ Գործ կտանես, քո երկրի ժողովրդի համար։
Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք կարգախոսով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը արմատական փոփոխություններ է խոստանում տարբեր ոլորտներում։ Հնարավորության դեպքում ժողովուրդ առաջնային է առողջապահությունը ու կրթությունը լինելու անվճար, անմիջապես խորհրդանու որոշում են կազմելու։ Երրորդ հարցը վարկերը տնից 3-4 վարկի տակ կապ չունի, ամեն անհատին մինչև 3 միլիոն անմիջապես ներում աշնորհվել։ Այսօր պետական բանկը 15 միլիարդ է, ժողովուրդը դրանից խաբար է, ինչ է նա, ոչ մի բան։ Բանկերը անվճար տալ 10-12 միլիոն, 8 միլիոն մնացածի ոչ մի բան չասում, տարին 10 անգամ։ Այս ժողովուրդը քո համար դուսը կանին է, պայքարել է, հավատացել է, որ դու պետք է կյանքում բան փոխվի։ Ավելի չի բարդացել կյանքը ժողովուրդ։ Այո, հավատացել եք, բայց հիմա պետք է փոխել։ Ամենաբերքառատ մարզում ԲՀԿ ղեկավարն ընդգծում է գյուղնախարարությունը բացելու անհրաժեշտության մասին։ Պետք է գյուղնախարարություն լինի, որ պետք է դրվի կամ Արարատում, կամ Արմավիրում, Հուվարին, պետք է արդեն պարարտանյութը սերմերը բերեն։ Պետք է մարզպետին տան, մարզպետը գյուղապետերին, գյուղապետերը ժողովրդեն, պետք է ցուցել կազմեն ստորագրել, ոչ թե 13,000 դրամ, այլ պետք է տան 5,000 դրամով գումարը ուզեն մեր քաղաքի ժամանակ, որ իրանք իրական կյանքով ապրած լինեին, գյուղացու մեջ մտածում են, այդքան բան չեն հասկանում, ժողովուրդ, ամբողջ երիտասարդների հավաքածուը, ասում եմ գյուղնախարարությունը Արմավիրում կամ Արարատում, սպորտ նախարարությունը Գյումրիում։ Բոլորը ցանկանում են ապրել ապահով ու անվտանգ երկրում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առաջ է մղում երաշխավորված խաղաղության կոնցեպտը։ Ասում են խաղաղություն ենք բերել, ձեր ցավը տանեմ, թող մի հատ ցույց տան, որ գրածա խաղաղությունն է, ոչ մի խաղաղություն չկա, հիմնական ալևը պահանջի վրա պահանջ տվեք, անգլաները տվեք, Արևմտյան Ադրբեջան, չհասկացա երբաջան։ Բերել ես, ես ասեմ երաշխավորված խաղաղություն, թղթի տակ ստորագրած լինի, որ իրոք այս երկրներն էլ երաշխավորում են, որ ալերելու, ասեք Փաշինյանը խաղաղություն է ստորագրել, ով խաղաղի պատմությունը, թող ցույց տա ներողություն խնդրեն, ասեն դու ճիշտ ես, պարոն Փաշինյան։ Գագիկ Ծառուկյանը ի պատասխան Փաշինյանի հերթական հայտարարության հիշեցնում է, թե ինչ իրավիճակում հայտնվեցինք նրա զրոյական կետից սկսած բանակցությունների հետևանքով։ Ասված Ծառուկյանը արտաքին գործերի հարցերը տեղյակ, այգու Ծառուկյանը կողպես կար արտաքին հարաբերություն քննարկի, քո արածները տեսան, սա կանգնացել եմ, ես չեմ եկել Արցախը հանձնելու համար, ես բանակցում եմ, սա ճշտել եմ, բանակցությունը տեսան, մի հարվածով, մի անգամից ասին, Արցախ Ադրբեջան ավուվեր, Ծառուկյանը, սպորտը ոտյա կայնաց, ազգից պատիվը բարձր են բայր, տարեկան 800 մեդալ ենք բերում, որից 100-ը ոսկի է, հաղթանակ եմ տալի, հաջորդին մեծ ճանաչում եմ տալի։ Ես շատ շնորհակալ եմ, ձեր ցավը տանեմ, Աստված պահպան, ամսի 7-ին համար Գագիկ Ծառուկյանը չի սահմանափակվում միայն ելույթով, ավելի անմիջական է շփվում իր հետ հանդիպման եկած մարդկանց հետ ու լուսանկարվում։ Արցախցի կինը բողոքում է սոցիալական ծանր վիճակից։ Ես ուզում տեսնեմ այս զոհվածի ընտանիքին, օպերացիան, զրիա թե փողով։ Մարդը եթե կորցրել է, պետք է պետությունը մտածել մարդկան։ Ախի ես գնացել եմ պլանային օպերացիա վերանեմ, ինձ ասում է 200,000 կողմուծին։ Բա հիմա իրանք ասում են սաղ անվճար, դա է իմ դարդը դա է, որ սաղ սուտ են խոսում։ Դիրեկտորն եմ թողել Ղարաբաղում։ Գիտենք, տեղյակ ենք, ամեն ինչ կանենք, որ կարողանանք այդ հարցերը կարգավորելու։ Գիտես, իմ ուշադրությունը վերաբերում Արցախյան դեմ, ամեն ինչ անելու։ Տվեք մեզ որոշում կայացնելու հնարավորություն եւ փոփոխությունները տեսանելի կլինեն կարճ ժամանակում, ասում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը, կծաղկի ոչ միայն Արմավիրի մարզը, այլև ամբողջ Հայաստանը։